ամփոփենք դուք դադարեցնում եք հացադուլը այսօր եւ պահանջում եք առաջին հերթին, որպեսզի հանրությունը ակտիվ լինի եւ պահանջատեր լինի միջազգային կառույցներից եւ կառավարությունից, այդպես կարող ենք ասել։ Դե պահանջել հանրությունից մեծ ասված, ես շատ հույս ունեմ, որովհետեւ մեզ բազմաթիվ մարդիկ են մոտեցել, շատերն են գրում, մի ահռելի, ու ասում են ինչ անենք։ Ես գիտեմ, որ ասում են կփորձեն անել, ուզում են որ ահա անեն, ուզում են որ չմոռանան, որովհետև կրկնում եմ, նրանք ամեն օր են Բաքվի բանտում։ Եթե մենք օրը մեկ խոսք գրենք իրենց մասին, ողողենք համացանցը իրենց նկարներով, սթափվելու են, հավատացնում եմ ձեզ, ես ճանաչում եմ այդ մարդկանց։ Նրանք վախենալու են այս օրակարգից, եթե նույնիսկ տնից դուրս չգան, ով չի հարմարեցնում գալ, թող դա անեն։ Գալը իհարկե շատ ավելի ազդեցիկ է, բայց հարգանքով բոլորի կենցաղային հարցերին։ Այդ օրը ստատուս գրեք։ Այդ օրը տարբեր իշխանականների կամ մասնավորապես գլխավորի ստատուսների տակ դրեք այդ մարդկանց նկարները, թող նա տեսնի, որ չի ազատվելու այս հարցից, սա իր օրակարգը պիտի դառնա։ Եվ այդ դեպքում մենք արդյունք ունենք։ Ինչ ակնկալիք ունեք հասարակության մասնակցության հետ կապված։ Ասացիք, որ բազմաթիվ այցեր դա է, չեք արվում։ Ես ուզում եմ լիահույս լինել։ Ինձ բոլոր հիմքեր ունեմ այդպեսին չլինելու, բայց պիտի լինել, որովհետև ես կարծում եմ, որ հայ ժողովուրդը չի կորցրել իր դեմքը, մենք պիտի չնմանվենք այս իշխանություններին, պահանջենք մեր որդիներին, հայ ժողովուրդը արժանապատվություն ունեցող ժողովուրդ է, դարի խորքից եկել ենք, մենք այսպեսին չենք, մենք ինչ ա կատարվում մեզ հետ, ես ուզում եմ այդ անտարբերությունը, լավ, այո, ամենքս գործ ունենք, եկեք սրճարան էլ գնանք, ես այդ մասին չեմ ասում, ես ասում եմ մի մոռացեք այս մարդկանց, գեթ մեկ անգամ օրը մի մոռացեք եւ ցույց տվեք աշխարհին, որ չեք ներելու իրենց, եթե Բաքվի բանտում հայ գերի մնան։ Տիկին Խանդիլյան, եւ ձեր իմ գործընկերոջ հարցի շարունակությունը 12 օր գտնվելով հրապարակում կար մարդկանց մեծ հոսք, ովքեր հետաքրքրված էին եւ մի հարց է, չեք դիտարկում, որ Բաքվում շինծու այդ դատավարությունը, որը ընթանում է, հենց միայն այդ 23 հայ մարդկանց չի վերաբերում, սա ընդհանուր հայ ժողովրդի, կարծես այդ մարդիկ հայ ժողովրդի հավաքական կերպարը լինեն, ում հետ Ալիևը նման կերպ եւ ընդհանրապես Բաքվի ռեժիմը վարվում։ Շնորհակալ եմ այդ հարցի համար, որովհետև իրականում եթե դուք նայեք հոդվածները, որոնցով այդ մարդկանց դատում են, դա բառացիորեն նշանակում է, որ եթե դուք մի անգամ այցելել եք Արցախ, դուք հատել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապօրինի եւ ձեզ օրինակ Բելարուսում կարող են բռնել ու արտահանձնել Բաքու, այդ նույն հոդվածով ձեզ նստացնեն, նախադեպը կա։ Ու բոլորիս ու դուք շատ ճիշտ եք ասում, դա ոչ թե խոսք է, որ ահա հայ ժողովրդին են դատում։ Այս մարդիկ մոռացել են ինքնորոշման իրավունքի պայքար, ՀՀԿ Մինսկի խումբ, ամերիկացի, ֆրանսիացի, ռուս, որ գնացել են Արցախ, որ խոսել են այդ մասին, նրանք հատել են բոլոր գծերը, ամենաթողության, անամոթության բոլոր գծերը։ Եվ այո, դատում են մեզ, ինչ հաթե մենք ուզեցել ենք ազատություն, ինչպես է սկսել Ղարաբաղի բոլորս գիտենք, Սումգայիթի, երբ որ հայրին արդեն սկսել են կոտորել, մենք պիտի ապրելու իրավունք ունենայինք, թե ոչ, ու սկսվել է, չէ, նաև արցախյան այս պայքարը։ Ուզում եմ ասել, այս պատմություն չիմացողներ, այս ամեն ինչից խոսացողները, բայց ոչինչ չիմացողները հասկանում են հայ մարդին չի համար է պայքարել։ Եվ այսօր այո, մենք դատվում ենք, որովհետև ուզեցել ենք ապրել մեր հողի վրա, որտեղ ծնվել ենք, այնտեղ ապրենք։ Ու շատ ճիշտ է, յուրաքանչյուր հայի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանք այսօր վտանգված է նույն հոդվածներով։ Դա միանշանակ է։ Եվ ձեր առաջին հարցին պատասխանելով, այո, բազմաթիվ մարդիկ են այցելել, քաղաքական գործիչներ, հանրային մարդիկ, սովորական քաղաքացիների իհարկե ամենաքաղցրն են, այսպես ասած, շատ մարդիկ կան, ես ինչպես ասացի, մեր խնդրանքը Ռուբենի մասին էր, ես ուզում եի, որ նա իմանա լսի, որ միայն մենք չէ, որ իրեն սպասում ենք, ժողովուրդն իրեն սպասում է։ Եվ իր ձայնաուղերձում, եթե դուք ուշադիր լսել եք, նա ներողություն է խնդրում բոլոր այն մարդկանցից, ում
անհանգստություն է պատճառել իր հացադուլով եւ դա բոլորիս է վերաբերվում եւ նա զգացել է այդ էներգիան, որ մենք այստեղ բոլորս միասին, ձեզ հետ միասին իրեն տվել ենք այս ընթացքում։ Ես հուսով եմ, որ նա մենք գնալով իր պահանջների հետքերով նա իսկապես կդադարեցնի, որովհետեւ նա սկզբունքային մարդ է, հայրենասեր է ու մեզ այդպեսին է պետք։ Ձերքին թանկության ներողություն շարունակություն է էլի ուղղակի։ Մենք արտանետեսն ենք եղել, թե ինչպես ներկայիս կառավարությունը քարտեզներ հանձներ ժամանակին ադրբեջանական կառավարությանը եւ դրա դիմաց ասաց, որ դրա դիմաց գերիներ արձակվեցին։ Գիտենք նաեւ, որ այս դատավարության ընթացքում մասնավորապես 3 անուններ արդեն իսկ հնչեցին Արցախյան առաջին պատերազմի մասնակիցների Արցախում, երբ հավաքներ են տեղի ունեցել, այսինքն մի շարք մարդկանց անուններ են։ Դուք հնարավոր համարում եք, որ ներկայիս իշխանությունը ընդունակ է նրան, որ ցուցակներ, այսինքն այդ մարդկանց ցուցակներ տրամադրի Բաքվի ռեժիմին եւ տեղը պահանջի 23 այս մեր գերիների, ովքեր այժմ Ես, այո, ես գիտեմ, որ այդ ցուցակը ավելի ընդարձակ է, քան այս պահին հրապարակվել է, 100, ասում են նաև 300 կամ թվեր են եւ կարող է դուք եք դրա մեջ։ Ուզում եմ ասել, այնքան պահանջ ունի Բաքուն այս իշխանություններից եւ նրանք կետ առ կետ կատարում են նրանց պահանջները, հանձնելով ամեն բան, չստանալով ոչինչ։ Մի ցավալի բան կա, որ մենք բոլորս ընկալում ենք, որ այս իշխանությունները նաև շահառուն են այս մարդկանց այնտեղ գտնվելու եւ նրանք շահագրգիռ չեն, որ կոնկրետ ռազմաքաղաքական ղեկավարությունը վերադառնա։ Եվ ահա խաղաղության պայմանագրի իրենց թղթի նախապայման Բաքուն դնելու է նաև այդ պահանջը։ Ինչ են անելու։ Այնքան են ամեն ինչ արել, որ նա ուղղակի ամեն բան պահանջելու է։ Հիմա ինչ, եթե այս մարդկան չտա, Ադրբեջանը պիտի հարձակվի։ Հիմա էլ սրանով են ասելու, գիտեք, եկեք դες հանձնենք, որ Ադրբեջանը չգրակ։ Ես չգիտեմ ինչ կան։ Ամեն բանի ունակ իշխանությունն է, բաց իմաստով ընդունակ։ Եվ համատարած անիշխանությունը միայն աթոռ պահելու համար կտեսնեն, եթե դա կօգնի աթոռը պահելուն կանեն, եթե ոչ։ Տիկին Շանդելյան, իշխանությունների վարկանիշը ըստ էության սրընթաց անընդհատ իջնում ու իջնում է եւ դուք էլ ասացիք, որ ընտրություններին պատրաստվելու խնդիր է։ Բոլոր տրամաբանական բանաձև պիտի իրենք ցանկանան, որ գերիները վերադարձնեն, որտեղ դա PR հրաշալի քայլ կլինի։ Լավ, ինչու չեն ուզում, որ վերադառնա։ Ինչու օրինակ Ռուբեն Վարդանյանը չեն ցանկանում, որ վերադառնա։ Պատկերացրեք Ռուբեն Վարդանյանը վերադառնա, իրենց վերընտրվելու հավանականությունը ինչքան է բարձրանա։ Ինչու չկիզան։ Օրինակ, եթե չգիտեմ։ Նրանք բոլոր հայրենասերներից ալերգիա ու վախում են։ Նրանք չեն ուզենալու այս մարդկանց վերադարձը, որովհետև նրանք հասկանում են, որ այս մարդիկ հեղինակություն ունեն հայ ժողովրդի մեջ, իսկ նրանք բոլոր հեղինակություն ունեցող մարդկանց վարկաբեկելու, այսպես կորցնելու մոլուցքով տարված են իրենց ֆեյքերով, իրենց պոակներով, ֆեյքերի զբաղված են դրանով, ամեն բան փորձում են նաև այս պահին Բաքվում գտնվող Ռուբեն Վարդանյանի դեմ սկսել է չաշխատել, ինչի համար ուրախ են։ Եթե նրանց վերադարձը կծառայի դրան, քավլիցի։ Բաքվի բանտում հայ մարդ չպիտի մնա, ես կրկնում եմ, իշխանություններին կփոխենք վաղ թե ուշ, բայց մեր արժանապատվությունը պիտի պաշտպանենք այսօր, այդ հայորդիները պիտի վերադառնան, հետո մենք ասում եմ, բոլոր իրենց օրենքներն էլ կփոխենք են անիմաստ, անբովանդակ, անտեղի, ես տնտեսությունը վարի տված, հարկերը չգիտեմ ուր հասցրած, խայտառակ վիճակ, արտաքին պարտք նայեք, ես չեմ ուզում ուղղակի տնտեսական մանրամասների մեջ մտնեմ, բայց այն ինչ կատարվում այսօր, դա պոպուլիստական իշխանություն է։ Փող է հավաքում ձեզանից, բաժանում որպեսզի ընտրվի ու շրջագայում աշխարհով մեկ, ուրիշ անելիք չունի։ Եվ այս ամենը փոխելի է, սա վերականգնելի է։ Բայց մեր տրորված արժանապատվությունը, մեր ամոթը, մենք դժվար մեր այդ խարանը մեր դեմքից մաքրենք, եթե պահանջատեր չլինենք հայ գերիների վերադարձին։ Ինչ գնով ուզում է թող անեն, իրենք դիմանան, որ այդ իրենց իշխանությունը արժանանա։